լույսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ բոլոր նստոտում էինք, հիացած փլշում Նեսոյի ոգևորությունից գեղեցկացած դեմքին, ու պատմում էր նա հուրի փերիներից, զմրուխտ ղուշից, լիսումուտ աշխարից։ Դանակս չկա։ Կրկեցի քեզ հետ տվեցի։ Այնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բացային։ Ինձ ուսումնարան տվին։ Ինձ հետ էր մի 20-30 երեխա։ Ամեն մի երեխայի համար տարեկան 3 ռուբլի վարձ էին ուզում։ Այս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան 3 ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին եւ իմ խաղանկերների մեծ մասը, նրանց հետ եւ Նեսոն։ Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից, եւ ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը։ Դեռ այսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ, եւ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. Կա ոչ, որտեղից։ Կա ոչ։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր։ Մի չայի փող չես տալի։ Մեր գյուղում սովորական բան է եւ գողությունը, եւ հաչիցը կապելը, եւ ծեծելը, բայց ես մինի իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում եւ այն մանուկ Նեսոն, լույսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։ Նեսոն աղքատ է, Նեսոն տգետ է, Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով։ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ, լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը։ Այժմ Նեսոյին հիշերից միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնել, լավացնեմ ու նորից սիրեմ այնպես, ինչպես սիրում էի այն ժամանակ։ Ուզում եմ շարունակ այն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում։